Ողջույն, ինձ շատ սիրելի բարեկամներ, այսօր շատ համեղ իտալացիները ասում են կրեմոզո պաստա ենք պատրաստել, որ ինքը հյութ եղես տալսին, ցենց կրեմային է, չորչի, շատ համեղ է, կարող եք ուտել եւ տաք վիճակում եւ սառը վիճակում։ Իմիջայլոց սառը վիճակում ավելի համեղ է։ Շատ քիչ բաղադրիչներ են անհրաժեշտ ջուր, որի մեջ եփելու է պաստան, մակարոնը։ Ես ընտրել եմ սև տեսակի ինտեգրալ է պաստա եմ ընտրել, երեխաներս հիմնականում սկսել են այդպես ուտել, սովորական սև պաստա է, սպեկ, բեկոն կամ որևէ տեսակի ապուխտ, որ լինի ապխտած, ծխեցված, որովհետեւ շատ կարևոր է։ Սերուցք ենք օգտագործելու խոհանոցային սերուցք, ոչ թե քաղցր ուտեստների, խմորների պատրաստման համար, այլ սովորական ճաշերի համար կամ գորգոնզոլա տեսակի պանիր, որը որ կա այդ պանին ձեր տանը։ Եվ երկու հատ փոքրիկ դեթնիկ զուկինա ենք պատրաստել զուկինայով։ Կարող եք շատ բարակ կամ շերտեր անել, կամ եթե տանը ունեք կարտոֆիլ մաքրելու այս գործիքներից, որի եզրերը ունեն նաև այդ զիգզագ տեսակը, ուղղակի դրանով այսպես գծեր եմ անում, հետո ինքը սենց իրեն առանձնանում է։ Շատ արագ է լինում այս պաստան, սիրելիներս, այնպես որ սկսում եք պատրաստել։ Հիմա ջուրը կերա, ես էլ այս զուկինայի հարցերը լուծեմ, մանրացնեմ, հետո հանդիպենք։ Այսպես, սիրուն զողիկների բաժանեցինք, տեսեք որքան գեղեցիկ է ստացվել։ Մանրացրեք, եթե կպած հատվածներ ունի, ջուրը արդեն եռում է, սկզբից մակարոնը կլցնենք, որպեսզի եփվի, որովհետև յուրաքանչյուր մակարոն իր եփման ժամանակ ունի, այս մակարոնը եփվելու օրինակ 10 րոպեում։ Եթե սիրում եք al dente վիճակում, այսինքն ոչ շատ փափուկ վիճակում ունի, փոքրիկ մանդոտ լինի, պետք է հետևեք բոլոր ցուցումներին, այսինքն եթե գրված է 10 րոպե, ուրեմն 10 րոպեից պետք է ջրքամենք։ Մենք օրինակ al dente վիճակում ենք ուտում, մենք երբեք պաստան շատ փափուկ վիճակում չենք ուտում, հենց փափուկ վիճակում ուտելուց է, որ մարդիկ գիրանում են։ Պետք է al dente ուտել, որպեսզի չգիրանաք, սիրելիներս, որպեսզի գլուտենի հատիկները ակտիվացած չլինեն։ Հիմա աղ կլցնենք եւ պաստա։ Աղ ենք լցնում։ Ու պաստան ենք լցնում։ Ես եփում եմ 2 հոգու համար 200 գրամ։ Թավայի մեջ լցնում ենք մի փոքրիկ զեյթունի ձեթ։ 1 պճեղ սխտոր եւ լցնում ենք մեր կտրատած զուկինան։ Ավելացնում ենք միսը, բեկոն, սպեկ, ինչ ուզում եք։ Տեսեք ինչ սիրուն գույներ են։ Ու մի թեթև տապակում ենք, ընդամենը 5 րոպե, շատ չենք կարմրացնում։ Սխտորը արդեն կարելի է հանել։ Սիրելիներս, մակարոնի ջրից, որ եփվում է, մի փոքրիկ շերեփ ավելացնում ենք։ Այ հիմա լցնում ենք սերուցքը։ Արագ խառնում ենք ու կարելի ասել պատրաստ է։ Հիմա պաստան էլ մակարոնը պատրաստ կլինի ու կավելացնենք։ Հիմա մի լավ խառնում ենք, տեսեք, հրաշք է ուղղակի, ասեք, որ ընտիր տեսք ունի, դե համնել ուտելուց արդեն։ Տեսեք ինչ անուշ տեսք ունի, պարմեզան պանիրն էլ ցանում ենք, այսպես գեղեցիկ տեսք ունի, անպայման պատրաստեք, հրաշք է ուղղակի։
այս մակարոնը սիրելիներս, որ իմանաք ինչ համեղ է։ Կարևոր է, որպեսզի միսը, որ օգտագործեք, բեկոնը կամ սպեյքը, չգիտեմ Հայաստանում, եթե պատրաստեք, ինչ կարող եք ձեռք բերել, թող լինի ծխեցված, դա շատ կարևոր է։ Դե ինչ, հիմա ես կփորձեմ, ձեզ կասեմ համը ինչպիսին է, սիրելիներս պատրաստեք, արդեն նշեցի, որ կարող եք եւ տաք, եւ սառը վիճակում մտել։ Դա կախված է իհարկե, ով ինչպես է սիրում, ամառը մենք ավելի շատ սառը ուտեստներ ենք ուտում։ Սիրելիներս կհանդիպենք հաջորդ տեսանյութին։ Հրաշք է, շատ համեղ է։